Ինչ նկատի ունեն Ադրբեջանն ու Թուրքիան Զանգեզուրի միջանցք ասելով։ Հայաստանի վարչապետն այդպես էլ չի հստակեցնում։ Բաքուն քարտեզի վրա այդ միջանցքի տեղը ցույց տվեց, թե ոչ։ Իսկ թեման թարմացրել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարը։ Խոսելով այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի մասին, Հական Ֆիդանն ասել է, որ այդ տարածքը Հայաստանում է, իսկ հավակնորդը Ադրբեջանն է։ Այդ տերմինը Հայաստանին վերաբերել չի կարող, էպիկենտրոնի հարցին ի պատասխան ասում է Նիկոլ Փաշինյանը։ Հայաստանում կա խաղաղության խաչմերուկ եւ զուգահեռաբար նաեւ Վաշինգտոնի հռչակագրի ստորագրված արդյունքում կա Trip-Root նախագիծը։ Մնացած ցանկացած այլ տերմինաբանություն վերաբերելի չէ Հայաստանի Հանրապետությանը։ Այն տերմինաբանությունը, որը մենք չենք ընդունել, մենք չենք սահմանել կամ մենք չենք համաձայնվել, դա չի կարող վերաբերելի լինել Հայաստանի Հանրապետությանը։ Եթե որևէ մեկը այլ տրամաբանությամբ է օգտագործում, դա վերաբերելի չէ Հայաստանի Հանրապետությանը։ Թուրքիայի արտաքին գործերի նախարարն ասում է նաև Հայաստանի առջև սահմանը կբացեն միայն, երբ միջանցքը բացվի, սահմանադրությունը փոխվի, այսինքն երբ արդարանան Բաքվի ակնկալիքները։ Անկարան չի պատրաստվում Հայաստանին ընդառաջ քայլանել ու բացել սահմանը մինչև խաղաղության պայմանագրի ստորագրումը, քանի որ Երևանն այդ դեպքում այլևս շահագրգռված չի լինի արձագանքել Բաքվի պահանջներին։ Հայ-թուրքական կարգավորումը կարող է դրական անդրադառնալ Ադրբեջանի հետ հարաբերությունների վրա։ Արարատ Միրզոյանն այսպես է արձագանքել Ֆիդանի հայտարարությանը։ Ինչ մեսիջով է Երևանից Բաքու գնացել ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը։ Փաշինյանը վստահեցնում է հուքերին անձամբ է հիշեցրել գերիների հարցով Թրամփի հրապարակային հանձնառությունը։ Ներկայացրել եմ, թե մենք երկկողմ մակարդակում ինչ ենք անում այդ խնդրի հետ կապված եւ Միացյալ Նահանգների պետքարտուղարի տեղակալին խնդրել եմ տեղեկություն տալ, թե Միացյալ Նահանգների կողմից ինչ ջանքեր են գործադրվում այդ ուղղությամբ եւ խնդրել եմ շարունակել այդ հարցը պահել ուշադրության կենտրոնում։ Ուշադրության կենտրոնում է նաև Մայրաթորի իր ձևակերպման բազատագրման գործընթացը, որը ըստ Փաշինյանի սկսվել է, ընթանում է եւ հասնելու է ավարտին։ Հայաստանում հիմա ընդհանուր առմամբ ես պիտի ուրախությամբ եւ գոհունակությամբ արձանագրեմ, որ հոգեվոր նորոգման գործընթաց է տեղի ունենում։ Ես ուրիշ բան ասեմ, ես անձամբ մի քիչ այդ անձնական ընկալում է։ Ես ուրախ եմ առաջին հերթին նրա համար, որ իմ հոգեվոր կյանքը այսօր լիարժեք վերականգնվել է։ Անձամբ շատ բավարարված եմ, որ ամեն շաբաթ կարող եմ գնալ եկեղեցի, մասնակցել պատարագի, ծնկի գալ եւ այդ թվում մեղքերի թողություն ստանալ։ Հատկապես որ շատ են իր մեղքերը, վարչապետը չի թաքցնում, գուցե ավելի շատ, քան մյուսներինը։ Եվ ի վերջո, ոչ միայն հոգեվոր, քաղաքական կյանքն էլ նորոգման կարիք ունի։ Մարդկանց հետ շփվում եմ, մարդիկ արդեն զզվել են այդ նախկին ներկա, չգիտեմ, բանից բանավեճերից, քննարկումներից եւ մենք ել չեմ ասում, որ այդ խոսակցությունները ցավոք հաճախ դուրս են գալիս քաղաքական բարեկրթության տրամաբանությունից եւ մենք նաեւ կուսակցության ֆորմատով ենք քննարկում ունենում, որ մենք պետք է այնուամենայնիվ արդեն դուրս գանք այս տրամաբանությունից եւ քաղաքական կյանքի նորմալ կանոններ պետք է հաստատվեն Հայաստանի Հանրապետությունում, որտեղ հայհոյախոսությունը ընդհանրապես տեղ չունի, առավել եւս քաղաքական քննարկումների բովանդակության մեջ։ Ինքն էլ է երբեմն հայոյում։ Լրագրողները չեն հասցնում հիշեցնել, ինքն է հիշեցնում։ Դրա համար էլ ես Կիրակի օրերը գնում եմ եւ Խորանի առաջ ծնկի եմ գալիս եւ իմ մեղքերի համար թողություն եմ խնդրում։ Շնորհակալ եմ։ Հերմինե Ղարիբյան, Հարություն Հովսեփյան, Էպիկենտրոն։